Այսօր մայիսի 28-ն է Հայաստանի տոնացույցի նվիրական օրերից մեկը Հանրապետության տոնը։ 1918-ի հենց այս օրը Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, հայ ժողովուրդը վճռական այո ասաց գոյության իրավունքին։ Ծանր մաքարումների գնով Բաշապարանի, Սարդարապատի եւ Ղարաքիրիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց երկար սպասված պետականությունը։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն Սարդարապատի հուշահամալիրի ելույթում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը եւ թեւակոխել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան։ Հոռետեսությունն ու հուսահատությունն այլևս Հայաստանի ուղեկից չեն։ Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Մեր ինքնությունը մեր պետությունն է 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, նշել է Փաշինյանը։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ, որում մասնավորապես նշել է, որ անկախ պետություն ունենալը մեր մշակույթի, լեզվի, ինքնության եւ պատմության շարունակականության կարևորագույն պայման է։ Առաջին Հանրապետությունն իր օրինակով ցույց տվեց, որ նույնիսկ ամենադժվարին իրադրության մեջ հնարավոր է սեփական ուժերով հիմնել պետականություն։ Այդ արժեքներն ուղեկցեցին մեզ դեպի երրորդ Հանրապետության ստեղծում, դարձնելով մայիսի 28-ը ոչ միայն պատմական հիշատակի, այլև սերունդների միավորող խորհրդանշական օր, ասել է նա։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր շնորհավորական ուղերձում նշել է, որ մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ, այն մեր ընթացքն է դեպի ապագա, դեպի կայուն, արդար եւ ուժեղ պետություն։ Մեր սերունդն իր պատասխանատու դերակատարումն ունի կառուցելու այնպիսի երկիր, որտեղ պետությունը ծառայում է քաղաքացուն, իսկ քաղաքացին իրեն զգում է պաշտպանված։ Սա է մեր նախաձեռնությունը, որը վստահաբար համատեղ ջանքերով կյանքի ենք կոչելու, նշել է նա։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության խթանման ջանքերին, ընդգծելով նաեւ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածություն է պահպանվում։ Նա նշել է, որ Մոսկվան շահագրգռված է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքմամբ։ Պաշտպանության նախարարը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը նպաստելու համար։ Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան։ Պատվիրակությունը Հայաստան կժամանի հունիսի 19-ից 21-ը։ Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը հրաժարվել է մեկնաբանել Բերլինի հայտարարությունները, որ Գերմանիան, ԱՄՆ-ն եւ այլ երկրներ վերացրել են Ուկրաինային փոխանցված զենքի միջոցով հարվածների հեռահարության սահմանափակումները։ Ես չեմ պատրաստվում քննարկել այդ հարցը եւ ոչ էլ այն հաստատել, ասել է Բրյուսը՝ ի պատասխան Գերմանիայի իշխանությունների հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։ Ուկրաինան պետք է ինքնուրույն զենք արտադրի եւ առաջիկայում պատրաստվում է նոր ներդրումային պայմանավորվածություններ եվրոպացի գործընկերների հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զինվորականների հետ խորհրդակցությունից հետո։ Այժմ մենք առավելագույնս ներգրավում ենք ձեռնարկատիրական ներուժը զենքի արտադրությանը, նրանք այնտեղ Ռուսաստանում պետք է հստակ զգան այդ հետևանքները, ինչ անում են Ուկրաինայի դեմ, դա լինելու է, ասել է Զելենսկին։ Ըստ նրա, հարվածային դրոններ, որսացողներ, թևավոր հրթիռներ, ուկրաինական բալիստիկա, այս ամենը պետք է Ուկրաինան արտադրի։